Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում։ Նա դարձավ եւ ասաց նրանց. «Եթե մեկը ինձ մոտ գա եւ չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել, որովհետեւ ով որ չվերցնի իր խաչը եւ իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ Ձեզնից ով, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի, որպեսզի գուցե երբ հիմը դնի եւ չկարողանա ավարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել եւ ասել, թե այս մարդը սկսեց կառուցել եւ չկարողացավ ավարտել։ Կամ որ թագավորը, եթե գնա պատերազմելու մի այլ թագավորի դեմ, նախ չի նստի եւ խորի, թե 10,000-ով կկարողանա դիմադրել նրան, որ իր վրա 20,000-ով է գալիս։ Ապա թե ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամավորություն ուղարկելով խաղաղություն կխնդրի։ Արդ այսպես էլ ձեզնից ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։ Անհամ աղը։ Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչով այն պիտի համեմվի։ Ոչ հողի համար է պիտանի եւ ոչ էլ պարարտանյութի, այլ դուրս թափելու։ Ով որ ականջ ունի լսելու, թող լսի։